Բարև ձեզ, եղբայրցիներ ջան, ո՞նց եք։ Որ ուզում եք իմանալ Քարոզ արշավը ոնց է անցնում, երեք Աշոտքում ցրտահարվել ենք, այսօր Կոտայքում արևը հարվել, բայց այս արևը շատ հաճելի է, ինչ եղվարդը եղել ենք Պրոշյանում, Քասախվում, ու գիտեք ինչ է ուզում, հատկապես ինչի վրա է ուզում ուշադրություն դարձնել, համ Քասախը, համ Պրոշյանը հայտնի են նրանով, որ մեր շատ սփյուռքահայեր հայրենադարձվել են, ապրում են այնտեղ։ Գիտեք, մեր ծրագրի ամենակարևոր կետերից մեկն էլ Սփյուռքի հետ հարաբերություններն են, Սփյուռքի հետ կապերն են, որովհետև Հայաստանը այլ պետություն է Սփյուռքով ու լրիվ այլ հզորության պետություն է առանց Սփյուռքի։ Մենք ո՞նց ենք պատկերացնում մոդելը, որ իրար հետ պիտի աշխատենք, այդ ո՞նց են Պրոշյանում, Քասախում, տենց համերաշխ իրար հետ ապրում, իրար կարողությունները համադրված նպաստում նրան, որ մեր խնդիրները լուծենք, այլ տենց էլ պետական մակարդակով։ Արցախից Լուր բնակավայրեր, որտեղ գնում ենք նույն բանն ենք ասում։ Մենք պատրաստ ենք, ամեն ինչ անում ենք, պետք լինի կարևը հարվենք, պետք լինի կցրտահարվենք, բայց մենակ չենք կարա։ Այսքանով էլ չենք կարա։ Ձեր հարևանները, ձեր բարեկամները պետք է համոզել, որ գնան ընտրության։ Ամսի 7-ին այս հիստերիայի վերջը կարանք տանք։ Էլ կին մեր ղեկավարը չի քաշքշելու փողոցներում, էլ եկեղեցու վրա չի հարձակվելու, էլ սփյուռքահայերի մուտքը չի արգելելու։ Այսինքն այս քաոսի, այս հիստերիայի, այս լաչառության վերջը պիտի տանք, նորմալ բանակցող պիտի ունենանք, նորմալ մարդ պիտի ընտրենք, որ կարողանում է գնալ բանակցել։ Ու որ եզրափակեմ փոխանցեմ գործընկերոջս, գիտեք, այսօր առաջին անգամ էր դեպքը, բայց Նիկոլ Փաշինյանը սենց հիստերիկ, որ շրջում է Հայաստանով մեկ, Երևանում տենց պատկերներ ստանում, իր ռեյտինգը ընկնում է դրանից, որոշել են, որ ինչ անեն այդ իրավիճակից, որ դուրս գան, ասել են Երևի մեկն այնտեղ Տարոն Չախոյանը կլինի, չգիտեմ Տիգրան Ավինյանը, ասել է մի հատ լավ միտք ունեմ, եկեք մենք է սադրիչներ ուղարկենք, թող բանը, ընդդիմադիրների Քարոզ արշավը փորձեն խանգարել, տենց պատկերներ ստանանք։ Ժողովուրդ ջան, այս երկրում ուրիշ Նիկոլ Փաշինյան չկա, ուրիշ հիստերիկ չկա, ինչքան սադրիչ ուղարկեն, ոչ ոք չի սադրվելու, այս մարդը չի սադրվել Ալիևի հետ բանակցություններից, Նանե Իսրայելյանից հաստատ չի սադրվելու, այդքան մի փորձ իզուր են լինելու ձեր ջանքերը, տենց հուսահատ փորձեր մի արեք, այդ ֆոնին դուք ավելի վատ եք երևալու, որովհետև մի կողմից երևալու է հավասարակշիռ թիմ, ով անգամ սադրանքներին է հավասարակշիռ արձագանքում, մյուս կողմից երևալու եք դուք, որ չեք հանդուրժում թեթև քննադատություն ձեր սպանած երեխեքի հարազատներից, այդ եք դուք, այդ ֆոնին դուք ավելի վատ եք երևալու, նենց որ, ենքան ակնհայտ է տարբերությունը, ենքան ակնհայտ է ընտրությունը, դրա համար ենք ասում, որ հունիսի 7-ին Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետք է ընտրել Հայաստանը, հունիսի 7-ին 16-ի ու 17-ի միջև պետք է ընտրել 17-ը, հունիսի 7-ին համար 17-ին։